Հարաբերությունները պատմական մինիմումի վրա են գտնվում, ամեն հնարավոր ու անհնար ձևով խաթարվել են, տերոր էր իրենից ներկայացնում սեփական ժողովրդի դեմ, վախ, մոլորություն, սուտ Նիկոլ Փաշինյանի այս տեսակ թեզերի օգտագործումը միայն ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին։ Բարև ձեզ հարգելի դիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայակվե վարչության անդամ Աննա Կոստանյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար Տիկին Կոստանյան։ Տիկին Կոստանյան, մենք տեսնում ենք, որ իշխող ուժը այսպես ակտիվորեն քարոզարշավի իր բուն մեկնարկել է, թակում են մարդկանց տներ, ներս են մտնում, խոսում են իրենց քարտեզներն, իրենց բրոշուրներն են տալիս եւ այ սրան որպես այդպիսին հակակշիռ ընդդիմությունը ինչ պետք է ստեղծի, ինչ տեխնոլոգիաներով պետք է խոսի, որ եւս ժողովրդի հետ, այսպես հավասարի հետ այդ մրցապայքարը գնա ու հասանելի լեզվով մարդկանց հետ խոսեն։ Ընդհանրապես կարծում եմ հավասարություն չի կարող այստեղ լինել, որովհետեւ դրամագծորեն տարբեր ռեսուրսների են տիրապետում իշխանությունը մի կողմից, ընդդիմադիրները մյուս կողմից։ Եթե մենք խոսում ենք զուտ ֆինանսական ռեսուրսների մասին, ապա այդպես կարելի է որոշակի նաև զուգահեռներ տանել, չհաշված օրենսդրությամբ սահմանափակումները, քարոզարշավների ֆինանսավորման, բայց այստեղ ավելի շատ ուրեմն պետական ռեսուրսների տիրապետումն է ավելի շատ անհավասար պայմաններ ստեղծում ընդդիմադիր գործիչների համար, որովհետև կարելի է վստահորեն ասել, որ իշխանությունը, այսինքն քաղաքացիական պայմանագիրը այս պարագայում ունի երաշխավորված, ընտրազանգված, որ վստահորեն քվե է տալու, հունիսի 7-ին իր օգտին։ Եվ դա առաջին հերթին պետական ապարատի մասին է խոսքը։ Իհարկե չեն կարող 100%-ով ասել, որ այդ մարդիկ գնալու են եւ քվեարկելու են, սակայն կարծում եմ ամեն ինչ անելու են, որ կարողանան երաշխավորված ձևով այդ մարդկանց քվեն Որ ասում եք ընդդիմությունը ռեսուրսների առումով պետական լծակների առումով ավելի թույլ դիրքերում ինչն է օրինակ, ինչն է խանգարում օրինակ այդտեղ ինչ պետական ռեսուրսի հաս կա, երբ որ գնան օրինակ բակեր, մտնեն քաղաքացիների տներ, ինչպես իշխող ուժն անում, այստեղ պետական ռեսուրսի հաս կա, դա բուն քարոզարշավ այսպես հիմնական տեխնոլոգիան չէ։ Կարծում եմ անում են, օրինակ ես ինքս տեսել եմ նույնիսկ երկրորդ նախագահի թիմը, հենց երկրորդ նախագահի գլխավորությամբ մարզերում շրջում են, անցնում են մարդկանց հետ զրուցում են այդ նույն բակային տրամաբանությամբ, փաստացի դա քարոզարշավային լավագույն գործիքակազմ է ուղիղ շփվելու մարդկանց հետ, որովհետև հասարակ քաղաքացին, երբ որ պաշտոնատար ներկա նախկինը այս դեպքում էական չտեսնում է, եւ տեսնում է, որ այդ մարդը իր դիրքից այն կողմ եկել է իր հետ զրուցումը, դա ավելի լավ էֆեկտ է ունենում։ Ես կարծում եմ, այս պարագայում ընդդիմադիր ուժերը փաստացի դա կիրառում են։ Ես գրեթե բոլորի համար կարող եմ ասել, որ անում են։ Խնդիրը միայն այստեղ չէ, խնդիրը վստահությունը մարդկանց շահելն է։ Մի բան է գնալ, հետները շփվել, մեծ խոսումներ տալ եւ մի ուրիշ բան է, երբ որ կարողանան վաստակել այդ մարդկանց լիարժեք վստահությունը, ներշնչում։ Դա արդեն մենք կարող ենք կարծում տեսնել հունիսի 7-ին քվեարկության ժամանակ։ Իհարկե, մեկ այլ երբ որ մարդիկ փողոցում հանդիպում են քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ստանում են նրանցից որոշակի երաշխիքներ, խոստումներ, պոպուլիզմի վառ դրսևորումներ ձևակերպված բուկլետների վրա եւ այդ պահին մարդիկ կոռեկտությունից ելնելով գլուխը տնբասնելով ասում են, որ այո, ընդունեցինք, չի նշանակում, որ նրանք այդ պահին արդեն իսկ որոշել են, որ այդ քաղաքական գործին ընտրելու են։ Եվ միայն քվեախցիկի հետևում կանգնելով արդեն վերջնական որոշումը կկայացնեն։ Հետևաբար շատ ավելի կարևոր է, որպեսզի ազնիվ գտնվեն, վերամբարձ խոստումներ չտան եւ տան այնպիսի խոստումներ, որոնց տակից կարողանալու են դուրս գալ։ Օրինակ այսօր եթե ասում եք հետևում եք քարոզարշավին, կա այնպիսի ուժ, որ ձեր այդ նշած վերամբարձ խոստումները տալիս է, թե բոլորը այսպես ռեալ, այսպես քանը որ հետևել եք, Կան որոշակի ուժեր, որոնք գեղեցիկ թվերի միջոցով ներկայացնում են
հնարավորություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Պարզ է, որ այս տեսակ հնարքները տեխնոլոգիաներ են, որովհետև մարդկանց մոտ ավելի լավ թվերն են ֆիքսվում, ավելի լավ կարճ խոստումներն են հիշում եւ դրանք որպես տեխնոլոգիա օգտագործում են մարդկանց վստահությունը շահելու համար, բայց ես կարծում եմ ավելի իրատեսական է մարդկանց հետ խոսել անվտանգային խնդիրներից, ինչի առաջ այսօր Հայաստանը կանգնված է եւ հաշվի առնելով նաեւ որ իշխող ուժը ջանք ու եռանդ չի գործադրում, հա, քարոզչական հզոր այդպես գործիքակազմեր օգտագործելու, նույնիսկ կեղծիքներ ու ստեր տարածելու, վերագրելու ընդդիմության տարբեր առաջնորդներին ու ներկայացուցիչներին անվանելով նրանց պատերազմի եռագլուխ, այո, պատերազմի եռագլուխ ուրեմն ուժերը, ես կարծում եմ նաև այստեղ պետք է ընդդիմադիր ուժերը գործ անեն եւ մարդկանց փաստերով ցույց տան, որ պատերազմի լավագույն եւ բացառիկ ուժը դա քաղաքացիական պայմաններն են։ Իրենք ասում են, որ ամենաշատ պատերազմները օրինակ փաստերով ներկայացնում են իշխող ուժի քաղաքացիական պայմանագրի օրոք է եղել, թե որքանով է դա հասանելի լսելի օրինականությանը, դա մեկ այլ հարց է, բայց իրենք ներկայացնում են, խոսում են։ Իհարկե, սա պետք է պերմանենտ ձևով անել, անդադար եւ բոլոր համայնքներում, չխոսել միայն սոցիալական խնդիրներից, խոսել նաեւ այդ կեղծիքների բացահայտումից։ Այսինքն գիշեր-ցերեկ աշխատանք գրեթե նույն ձև ոնց տանում է այդ աշխատանքը քաղաքացիական պայմանագիրը, որովհետեւ նրանք շատ լավ հանձին Նիկոլ Փաշինյանի, ով հանրային տրամադրությունները չափելու լավագույն հմտությունը կարելի է ասել ունի քաղաքական դաշտում, պետք է փորձել նաև կարողանալ այդ հնարքները օգտագործել։ Նայեք, ինքը ասում է, որ մենք 65%-ի ակնկալիք ունենք։ Սա հանրության մոտ եւս չէ, այսպես ստեղծում այդպիսի տպավորություն, որ մեկը ինչ են հաղթել են։ Այո։ Հա, իհարկե, մանիպուլյացիա է արտահայտված թվի ձևով, մի տեսանկյունից դա հուսալքություն է առաջացնում շատ ավելի այդպես թափ զգոն զանգվածի վրա, որ դեռևս փորձում է թույլ տալ իրեն մտածել, որ այս ընտրություններին վերջապես ազատվելու է իշխանությունից եւ ցավոք սրտի որոշակի ազդեցություն այդ տեսակ հնարքները ունենում են մարդկանց վրա։ Ես իմ օրինակով կարող եմ բերել իմ շրջապատում տարատեսակ մարդիկ տարբեր ոլորտներից, կրթական բարձր ցենզով, բայց երբեմն այդ մարդիկ էլ ընկնում են թակարդ եւ ասում են, չէ, մեկը սա հաղթելու է։ Այստեղ ստացվում է իրավիճակ, որ մարդիկ մտածում են, մեկը գնանք, չգնանք, պատկերը նույնն է լինելու։ Այո։ Այստեղ այս է ընդդիմության խնդիրը, որ համոզեն, որ յուրաքանչյուրի քվեն կարևոր է։ Յուրաքանչյուրի քվեն կարևոր է, որ չի կարելի նույնիսկ այդ մեկ ձայնը փոշիացնել, պետք է խրախուսել, հորդորել, անպայման գնալ ընտրատեղամաս եւ ընտրություն կատարել արդեն սեփական համոզմունքների, խղճի եւ մտքի համաձայն։ Կարևոր է նաև քաղաքացիներին հստակ ուղերձ տալ, որ շատ ուշադիր հետևեն եւ փորձեն ընկալել ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջարկների տրամաբանությունը եւ նաեւ վերհիշեն, թե յուրաքանչյուր քաղաքական գործիչ նախորդ անցնող տարիների ընթացքում ինչ է ասել, ինչ է արել, արդյոք իր խոսքը եւ գործը ու քայլերը իրար համապատասխանում են, թե ոչ, թե հերթական անգամ ստանալու են քվեների որոշակի քանակ, գնան նստեն պարլամենտում եւ վատնեն բոլորի ժամանակը։ Տիկին Կոստանյան, Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ընթացքում այսպեսի մի հայտարարություն արեց, ասում է, մեզ տարօրինակ խոսելով Արցախի մասին, ասում է, տարիներ շարունակ համոզել են, որ այդ տարածքները մերն են, բայց ինչ է եկել է, պարզվել է, որ ընդամենը մենք տարիներ շարունակ այլ երկրի հողի համար, այսպես ասած, մոտավոր տրամաբանությունը դա էր, հա, կռիվ են կարել եւ այսպես տպավորություն է ստեղծվում, որ մենք հանդես ենք եկել տարիներ շարունակ որպես ագրեսոր պետություն եւ տարածքային նկրտումներ են ունեցել այդ պետության տարածքների նկատմամբ։ Անդադ այս թեզը քարոզարշավի ընթացքում ես կարծում եմ այս թեզը շատ լավ մտածվել, ձևակերպվել եւ ուղարկվել է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի նախագահի բարձր հովանու ներքո, որովհետև այս տեսակ թեզերը լայնորեն տարածված են ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից եւ դրանք ստեղծվում ու տարածվում են հայ հասարակությանը վախի ու մոլորության մեջ պահելու համար։ Եվ եթե այս մարդը ադրբեջանական ռոպագանդայի ամենալայն կիրառում ունեցող թեզերը տարածում է հայկական լսարանի վրա, ապա
ըստ էության սա նաև հետաքրքիր հանցագործության դրսևորում է, այսինքն տերոր էր իրենից ներկայացնում սեփական ժողովրդի դեմ վախ, մոլորություն, սուտ տարածելով, մոլորության մեջ գցելով հայ հանրությանը, վաղ միսօր չի բացառում, որ կասի օրինակ Հայաստանի Հանրապետության տարածքներում երբևէ ապրել են ադրբեջանցիներ, ուրեմն դա հայկական տարածքներ չեն, հայկական բնորան չէ, հետևաբար պետք է ֆիքսել, ոչ թե ապացուցել, որ ոչ, գիտեք, Արցախը մերն էր, այո, Արցախը հայկական հող է եղել հազարամյակներ շարունակ եւ միայն Նիկոլ Փաշինյանի ձեռքով երբևէ Արցախի տարածքը հայաթափվեց։ Ամբողջ հայոց պատմության մեջ նման դեպք չի եղել։ Եվ նաեւ պետք է մարդկանց ասել, որ Նիկոլ Փաշինյանի այս տեսակ թեզերի օգտագործումը միայն ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին եւ դրանք ստեղծում են հենց ադրբեջանական համապատասխան կենտրոնների կողմից մեր հասարակությանը վախեցնելու համար։ Ադրբեջանի նախագահ դժգոհություն էր հայտնի, ասում է, որ մենք Հայաստանում կան մեր նկատմամբ թշնամություն, բացասական վերաբերմունք տարածող ուժեր, բնականաբար հիմնական ընդդիմադիր ուժերին նկատի ուներ սա, ինչ այսպես ասած միտում ուներ, ինչ ուղերձուներ էս հետո։ Ըստ էության իրենից ներկայացնում է մտահոգություն, նա շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը դա ամբողջ հայ ժողովուրդը չէ, փաստացի, որովհետև դեռևս դիմադրություն կա Հայաստանում հայ ժողովրդի կողմից, որովհետև անընդհատ բարբերաբար բարձրացվում է եւ Արցախահայերի իրավունքների մասին խնդիրները տարբեր ընդ որում միջազգային հարթակները օգտագործելով Եվրոպական միությունը վերջերս ռեզոլյուցիա ընդունեց, որտեղ հերթական անգամ ֆիքսվում էր Արցախահայերի իրավունքների վերաբերյալ կարևոր դրույթներ եւ դա ջղագրգիռ այսպես վերաբերմունք առաջացրեց նրա մոտ։ Անհանգստացնում։ Անհանգստանում է ըստ էության, որովհետեւ հասկանում է թշնամական վերաբերմունքից հասկանում է, որ այդ վերաբերմունքը կարող է ինչ-որ պահի, այսպես ավելի հավաքական ձև ստանալ եւ արտահայտվել օրինակ հունիսի 7-ին ընտրություններին մերժելով Նիկոլ Փաշինյանին, բայց չէ որ Նիկոլ Փաշինյանը իր պլանների երաշխավորն է Հայաստանում։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, բնականաբար Ալիևյան պլանները ձախողվելու են։ Հետևաբար նա այս կարևոր, այսպես ասած, ձևակերպում որպես ուղերձ տալիս է, որպեսզի նաև օրինակ արևմտյան գործընկերներին ասի Հայաստանում դեռևս լիարժեք չեն խաղաղության օրակարգը առաջ տանում հասարակության մեջ, սեպարատիստներ կան հասարակության մեջ, խաղաղության դեմ գնացողներ կան, այսինքն տարբեր տեղեր ուղերձները տալով փորձում է նաև աջակցություն ստանալ։ Տիկին Կոստանյան, Ռուսաստանի նախագահի հայտարարության հետ կապված։ Ըստ էության դա վերջնագիր էր, ասում էր, որ պետք է Հայաստանը կամ ԵՄ կամ ԵԱՏՄ, որից հետո կմտածենք այսպես ընտրությունից կախված, ինչպես ասում էր, ապահարզանի մասին էր խոսք գնում, հա։ Դրան հաջորդեց արդեն ԵՄ պաշտոնյաների հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ քննարկել։ Չգիտեմ, սա իրատեսական հայտարարություններ են, խանդի մթնոլորտ ստեղծելու համար են արվում նման հայտարարությունները ու այդ գործընթացը առհասարակ ինչ ժամկետում եք պատկերացնում, ոնց պետք է Հայաստանը հանրաքվեի միջոցով, այլ միջոցով այդ որոշումը կայացվի, թե որ ուղղությամբ է գնում։ Ընդհանրապես արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը մի բան է եւ ռեալ հողի վրա ուրեմն հարաբերությունները պետությունների միջև լրիվ ուրիշ բան։ Այսօր աշխարհը բազմիցս ապացուցել է եւ մեր տարածաշրջանում եւ տարբեր տեսնում ենք ամերիկյան, իրանական, իսրայելական պատերազմներում կարող են մի բան հայտարարել եւ տրամագծորեն լրիվ հակառակ բաներ անել, հետեւաբար հայտարարությունները կարելի է ընդունել ի գիտություն, բայց ոչ այդպես վերջնական եւ միանշանակ վերջնագիր։ Հայաստանի Հանրապետությունը մեծամասամբ կախված է ԵԱՏՄ ուրեմն տնտեսական ազդեցությունից եւ այդպես հեշտ չէ վերցնել տնտեսությունը մեկ օրում, մեկ հանրաքվեով,
դնել, հանել մի տեղից եւ վերցնել դնել մի ուրիշ։ Բայց եթե մի բան հրաժարվում ես, պետք է դրան այլընտրանքների նախադրյալները արդեն պետք է ստեղծված լինեին, այդ աշխատանքը արդեն պետք է տարված լիներ եւ եթե մենք խոսում ենք այլընտրանք Եվրոմիության ինտեգրացիայի մասին եւ եվրոպական շուկա մուտք գործելու, ապա այս տարիները 8 տարին բավարար էր, որպեսզի օրինակ Եվրոպայի հետ համագործակցության կարևորագույն փաստաթղթերից մեկը SEPA-ն, համապարփակ ուրեմն համագործակցության փաստաթուղթը գոնե որոշակի աստիճան բարձրացած լիներ, այսինքն կատարողականի տեսանկյունից, մինչդեռ մենք տեսնում ենք, որ թերակատարված է եւ այսինքն այդտեղ եթե այսպես ասած եվրոպական ինտեգրացիայի մասին իրենք այդպես մեծ դրոշակները բարձած խոսույթ են օգտագործում քայլեր են իմիտացիա են ստեղծում քայլերի, որ ուզում են Եվրոպա մտնել, ապա այդ համաձայնագիրը լավագույն տարբերակներ կա արդեն գոյություն ունեցող, բայց դա չի արվել։ Հետևաբար ես կարծում եմ նաև իմիտացիա չեն ուզում հիմա։ Հա, ու միևնույն ժամանակ այդ պայմանագիրը հսկայական թողնել մի կողմ եւ հիմա սկսել նոր փաստաթղթեր ստորագրել, սրանք ուղղակի պարզապես այսպես գեղեցիկ փաթեթավորում են, որը փորձում է այսօրվա իշխանությունը վաճառել քաղաքացիների վրա։ Քանի տարի է այս process-ը սկսել է, բայց դեռ միայն տեխնացուի կարգավիճակ ունի։ Ինչու ենք հեռու գնում նաև Վրաստանը։ Վրաստանը երկար տարիներ, հետո վիզայի ազատականացման ռեժիմին հասան, բայց նաև շփումներ տարատեսակ ունենալով եվրոպացի տարբեր երկրների մեր գործընկերների հետ, ես կարծում եմ, որ եվրոինտեգրացիան պարզապես գեղեցիկ այսպես փուչ խոստում է, որ փորձում են օգտագործել ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաբելով իշխանությունը հերթական ձևով վերարտադրելու համար։ Եվրոինտեգրացիան, այսպես ասեմ, Եվրոպայի աչքերը չի ուռել Հայաստանը այնպեսի մեծ շուկա չունի, որ կարող է իրենից լուրջ գործոն ներկայացնել Եվրոպայի համար, Հայաստանը ընդհանրապես այս տարածաշրջանում հետաքրքրություն է ներկայացնում, որպեսզի կարողանա խաթարել Ռուսաստանի ազդեցությունը, որքանով է Հայաստանը դրա մեջ մասնակցում եւ շարունակելու մասնակցել, այդ ազդեցությունը թույլատնելու տեսանկյունից կտեսնենք։ Բայց այս պահին Ռուսաստանը ազդեցություն որպես այդպեսին տնտեսականը հասկանալ է, բայց անվտանգային մակարդակի առումով իհարկե չունի։ Հարաբերությունները պատմական մինիմումի վրա են գտնվում, ամեն հնարավոր ու անհնար ձևով խաթարվել են եւ կարելի է ասել ինչ որտեղ նաեւ մազից են կախված։ Չնայած ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները վերջնականորեն չեն կտրվի, որովհետև Եվրոպական միությունը եւ եվրոպական երկրները չեն գտնվում այս տարածաշրջանում եւ Ռուսաստանն ըստ էության նաեւ Հայաստանի հետ հարաբերություններում 100-ամյակների պատմություն ունենալով եւ ունենալով շատ կոնկրետ հողի վրա համագործակցություն տնտեսական առումով չի կարող մեկ օրում պարզապես չքվել ու հեռանալ այս տարածաշրջանից։ Ռուսաստանը նաև պահանջում է, Ռուսաստանի նախագահը արձագանք Հայաստանից է պահանջում Զելենսկու հայտարարությունների հետ կապված, ասում է, որ մեր դաշնակիցները այսպես հարթակ էին տրամադրել Թշնամի ղեկավարին մեր հանդեպ նման հայտարարություններ անելու համար։ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ ասաց, որ ինքը որևէ իրավասություն չունի այլ երկրի նախագահի հայտարարությունները այսպես ասած մեկնաբանելու կամ միջամտելու։ Նիկոլ Փաշինյանը իրավասություն երբեմն կարողանում է ստանալ այդպես խանդավառ ձևով ներկայացնելու օրինակ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների մեկնաբանությունները Հայաստանի վերաբերյալ հանկարծ այս պարագայում չունի։ Ես կարծում եմ, որ Հայաստանն այնքան խոցելի է դարձրել Նիկոլ Փաշինյանը արտաքին աշխարհի համար, որ տարբեր պետությունների ղեկավարներ կարող են իրենց թույլ տալ թելադրել, թե ինչ անել կամ ինչ անել։ Սա արդեն իսկ վատ ազդակ է Հայաստանի համար։ Եվ եթե Հայաստանի ղեկավարը լիներ իր տեղում եւ իր դեղում եւ իրենից ինչ որ արժեք ներկայացներ, առնվազն ոչ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը, ոչ էլ այլ երկրի ղեկավար իրեն թույլ չէր տա թելադրել կամ ուղղորդեր, թե ինչ կարելի է ասել եւ չասել։ Եվ հենց այստեղ է, որ մենք պետք է հասկանանք, որ մեր բոլոր խնդիրների եւ արտաքին եւ ներքին
պատճառը եղել է եւ մնում է Նիկոլ Փաշինյանը։ Մենք խոցելի ենք ամեն առումով, հետեւաբար մենք չպետք է թույլ տանք, որ հերթական ժամկետը ստանձնելով իշխանությունը կրելով Նիկոլ Փաշինյանը էլ ավելի խոցելի դարձնի Հայաստանը։ Այ հունիսի 7-ից հետո ինչպիսի փոփոխություններ կլինեն, ոչ թե ներքին, այլ Հայաստանի արտաքին, հա, քաղաքական կյանքում, դե բնականաբար դա կախված կլինի, թե որ ուժ ընդդիմություն, թե իշխանություն։ Այսպես անշնորհակալ գործ կլինի, այդպես միանշանակ գնահատականներ տալ դժվար է զբաղվել գուշակությամբ, հատկապես որ անկանխատեսելի է ընդհանրապես թե ինչ կլինի հունիսի 7-ին, անկանխատեսելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչպիսի կամք կդրսևորի մերժելու գործող իշխանությանը, սակայն փորձում եմ լավատես լինել, որ այդ խիզախությունը մենք կունենանք մերժելու եւ ոչ ասելու կործանարար եւ ապազգային այս իշխանությանը թույլ չտալու, որպեսզի նա հերթական տուրբուլենտ փուլի մեջ մտցնի Հայաստանի Հանրապետությունը եւ նրա չլինելու պարագայում գոնե մի փոքր հույս է արտնանում, որ կարող ենք դիմակայել տարբեր արտաքին մարտահրավերներին։ Ներքին խնդիրները կարելի է որոշակի այսպես կոնսոլիդացված մթնոլորտում լուծել։ Շատ կարեւոր է թե մենք կարող ենք դիմակայել արտաքին մարտահրավերներին, իսկ դրանք բազմաթիվ են այս պահին։ Շնորհակալ եմ Տիկին Կոստանյան զրույցի համար։ Հարգելի դիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայաքվե վարչության անդամ Աննա Կոստանյանն էր։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։